Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է Երևանից, հիշեցնեմ, որ ուղիղ եթերի ընթացքում կարող եք զանգարել ամերիկյան 818-967-5321 եւ հայաստանյան 060 3511 հեռախոսահամարներով հարցեր ուղղել մեր տաղավարում գտնվող հյուրին։ Այսօր Նոյան Տապանի տաղավարում հյուրընկալել եմ լրագրող Ոսկան Սարգսյանին։ Մեր հետևորդներին հիշեցնեմ, որ Նոյան Տապանի ուղիղ եթերները կարող եք դիտել Նոյան Տապանի Patreon-ում, QR կոդը ձեր էկրաններին է։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Նախ որպես լրագրող ուզում եմ ձեր կարծիքը իմանալ երկու նախագահների հարցազրույցների մասին, ինչ կարծիքի եք, վերջին այս հարցազրույցները Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան եւ ամեն դեպքում անարձագանք չմնացին այդ հարցազրույցները, Նիկոլ Փաշինյանը անմիջապես դրանց արձագանքեց։ Մի խոսքով որպես լրագրող, որպես մարդ, որ 90-ականներից բոլոր շարժումների մեջ է լուսաբանում է եւ ինչպես է իրավիճակը ընդհանրապես գնահատում, սա ճիշտ ձևաչափ է, թե պետք է լինի ավելի կիրթ, ավելի ռեալ, ինչ որ եւ Նիկոլ Փաշինյանը շատ անգամ նրանց հրավիրում է ուղիղ բանավեճի, գուցե այդ ձևաչափը պետք է ընտրվի, որպեսզի հասարակությունն էլ ստանա իր հարցերի պատասխանները։ Շնորհակալ եմ, որ հրավիրել եք, հնարավորություն եք տալիս տեսակետներ հնչեցնել։ Իրականում 1991 թվականից աշխատում եմ ակտիվ ձևով հանրապետական լրատվամիջոցներում եւ մարզային եւ հանրապետական եւ քաղաքական անդրադարձին շատ լավ ծանոթ եմ, որ ճանաչում եմ բոլոր նախագահներին, Նիկոլ Փաշինյանին։ Հիմա ժամանակ առ ժամանակ նախկինները, այդպես ճակերտավոր ասացի, դուրս են գալիս, իրենց մասին հիշեցնում են։ Մեր Հայաստանի քաղաքական դաշտի այդ մեծ արատը այն է, որ դուրս չեն գալի այդ նախկիններ, հեղափոխականներ, թավշիստներ այդ բանից, այդ հակադրությունը, ասեմ, իրականում հակադրություն էլ այդքան չկա։ Սա ավելի շուտ խաղ է, քաղաքական շոու է։ Ասենք Սերժ Սարգսյանը 7 ժամ խոսել է։ 7 ժամ ինչ կարելի է խոսել։ Ընդհանրապես կարևոր բաները միշտ կարճ են ելնում, ըստ էության։ Ասենք 7 ժամ խոսում ես ու բացահայտումներ չի արվում։ Միակ բացահայտումը կարծեմ այն էր, որ Սվիտասկին դերակատարություն ունեցել Եվրամիության դեսպաններ Հայաստանում, որ Սվիտասկին այդ գործում խառնել, ինչպես է գնացել, ինչպես են Նիկոլ Փաշինյանին առաջարկել փոխվարչապետի, ինչպես ինքը իշխանությունը տվել է Կարեն Կարապետյանին, ոչ թե Նիկոլ Փաշինյանին, բայց Կարեն Կարապետյանն էլ հանրապետական կուսակցության փոխնախագահն էր։ Այսինքն այն հարցերը, որոնք մեզ հուզում են, այդպես էլ պատասխան չտվում։ Օրինակ, որպես լրագրող դուք ինչ հարց կտայիք իրեն։ Օրինակ, ասեի, ինչու փոխեցիք սահմանադրությունը, ինչու Նիկոլ Փաշինյանին համաներումով հատուկ ակտով նրան ազատեցիք, ինչու տվեց, երբ Խաչատուր Շուքյասյանին 12 թվականին չտվեցիք վերջին տարիներին Հայաստանում ապրելու կեցության այդ փաստաթուղթը, տեղեկանքը, որ նա առաջադրվեր նախ խորհրդանի падգամավորի համար, իսկ Նիկոլ Փաշինյանին տրվեց, ինչպես աճեցրիք իրեն, ինչպես Կուտոյանին օրենքի խախտումով բերեցիք, սարքեցիք ԱԱԾ-ի ղեկավար։ Սվիտասկին ինչպես կարող էր հեղափոխություն անել, եթե ԱԱԾ-ն ինքն էր մասնակցում, այդ հեղափոխությունը ԱԱԾ-ն էր անում։ Ես տեսել եմ այդ ամբողջ ներսից, ես Իջևանում եմ այդ լուսաբանել, այն մարդիկ, որ Նիկոլ Փաշինյանի մոտիկ ընկերներ են, իմ լավ ծանոթներն են։ Ես լավ եմ ճանաչում, ոնց որում տարիների, տասնյակ տարիներով ճանաչում եմ այդ։ Ուսուցիչներ են դուրս եկել։ Ուսուցիչները ամենաերկչորդ, ամենավաղկոտ, ամենազգուշավոր խավն են, որ պահպանողական ասեմ, որ չնեղանան մեր հարգարժան ուսուցիչները։ Նրանք երբեք փողոց չեն դուրս գալ։ Նույնիսկ իրենց աշխատավարձը, որ այսքան ցածր է, շատ ցածր։ Նրանք չեն բողոքում, չեն ընդվզում։ Նույնիսկ այդ ատեստացիա, այդ գործընթացը, որ իրենք ծաղրվում է իրենց արժանապատվությունը, որ շատերը վաստակավոր ուսուցիչներ գնում են ու այդ ատեստացիայից կտրվում, խայտարակվում են։ Բայց շատերն էլ կարողանում են ատեստացիան հաղթահարել եւ աշխատավարձերի բարձրացում կա, ես ինքս եմ խոսել ուսուցիչների հետ։ Դուրերի համաձայն, հարգելի Մարի, օդում կախված դուրերի համաձայն 400,000 դրամ ա եղել այդ ատեստացիայի բանի, թեստերի պատասխանների գինը, դարձել է կրկնապատկվել է, որտեղ հեռախոսները լսվում են հիմա, բոլոր հեռախոսներն են լսվում։ Այս երբեմն դպրոցներում զարմանում են, որ իրենց ուսուցիչը, որը այդքան կարողությունակ չի, հաջողությամբ ատեստացիան հաղթահարում։ Կասկածներ առաջանում։ Ես փաստեր չունեմ, հետաքննող մարմին չեմ, որ
կատարեմ, Պարզապես ես ինքս իմ փորձից ելնելով խոսում եմ այնպիսի ուսուցիչների հետ, որոնց գիտելիքների վրա չեմ կասկածում, եւ եթե ատեստացիան իրենք անցնում են, նշանակում է դա այնքան էլ վատ գաղափար չէ։ Ես կրթության բանկավարժական ինստիտուտ եմ ավարտել գերազանցությամբ 2 տարի ուսուցիչ եմ աշխատել, ոլորտ ամենաշատը ես շատ եմ գրում կրթության ոլորտ։ Լավագույն ուսուցիչին միայն թեստերը հաղթարելը չի բնթան։ Ուսուցիչ պետք է հոգեբան լինի լավ, 45 րոպեն կարողանա տեղավորվել, կարողանա հաղորդակցման մեծ ունակություններ ունենալ, ամենակարևորը, կարողանա ինտերակտիվ կապի մեջ մտնել աշակերտների հետ, այնպիսի բոլոր հմտություններ, որոնք թեստի մեջ չկա, այսինքն ատեստացիան դա չի ներառում այդ հմտություն։ Մի վերադառնամ հարցին, ինչ տվեց այդ նախքին այդ նախագահների հարցազրույցները։ Ռոբերտ Քոչարյանը ժամանակ առ ժամանակ պետք է դուրս գա իր մասին հիշեցնի, որովհետև ինքը խնդիր ունի ազգային ժողովի նոր ընտրություններում նորից ընտրվելու, որովհետև ինքը ընտրվելու նախորդ անգամ իր ղեկավարած քաղաքական ուժը ընդգրկվել է խորհրդարան, բայց ինքը չի գնացել խորհրդարան, չի մասնակցել աշխատանք։ Հետո 21 թվականին իր շանսերը մեծ էին, որովհետև մտածում են մարդիկ, որ Քոչարյանի միջոցով կլինի, ասենք, իշխանափոխություն տեղի կունենա, բայց նրանք այդ իր ղեկավարած դաշինքը խոստացել էր իշխանափոխություն, բայց փաստորեն ոչ միայն չարեց, այլև նույնիսկ ամստահություն չեն հայտնել Նիկոլ Փաշինյան։ Անցած 22 թվականից օգոստոսի արդեն օրենքով իրանք ունեն, մի տարի հետո իրանք ունեն խորհրդարանի ընտրվելուց, բայց չեն արել։ Հիմա Սերժ Սարգսյանն էլ խնդիր ունի, որովհետև ինքը վատ ազգում, որովհետև Նիկոլ Փաշինյանի ձախողումները իր ձախողումներն են, որովհետև իր միջոցով է եկել իշխանության։ Եվ ինքը անդադ արդանալու խնդիր ունի, որ ասի ես չեմ, ուրիշներն եկան, այն հայտնի կինոյի նման եւ ինովատայա, on сам пришел, այսինքն ես չեմ։ Այսինքն ոնց կարող էին քայլելով Չալոշան հետ։ Այսինքն ինքնամաքրման ինքը անդադ ունի իրան այդ մեղադրանքները միշտ լինելու են։ Ասեմ, այս հարցերը պետք է լուծվի. Եթե լինի մի օր Հայաստանը նորմալ ազգային իշխան, դատարանով պետք է լուծվի, որտեղ է սահմանադրությունը խախտվել, ինչու սարքեցին այս աղետը մեր ժողովրդի գլխին, հենց պատահական, հենց քայլելով եկան, Լենինականի Չալոշունը, հենց եկան ու իշխանություն վերցրին։ Ես տեսել եմ քանի անգամ ընտրությունները, ոնց են կողմերը քիչ մնացել թշնամաբար իրար դանակահարեն, հասարակ գյուղապետի պաշտոնի համար ուզեցել իրար սպանեն։ Հիմա այսքան Հայաստանն եմ, նույնիսկ այս աղքատ Հայաստանը, ինչքան հնարավորությունների ղեկավար եւ ոնց ասենք այսօրվա իշխանությունը ոնց են ձենց օգտվում են, պույպույ մուկիկի նման ընկել են կոկոսի տանի մեջ ու անդադ բթվում են, ուտում են կեն միջուկը հույթ խմիր։ Հյութը խմում են եւ իրանց լավ են զգում։ Հիմա այդ նախագահների պետքա դուրս գանք, այդ մարդիկ չունեն քաղաքական օրակարգ։ Ռոբերտ Քոչարյանին ասենք ինչ ասում։ Ինչ ասում է ինձ թվում է Ռուսաստանի դեսպանն է։ Այսինքն ինքը խնդիր ունի, որ Ռուսաստանին արդարացնի, որ Ռուսաստանը մեղավոր չի, ինքը Ռուսաստանին ինչ անել, մենք մեզ վատ ենք պահել։ Իրական Ռուսաստանը Նիկոլ Փաշինյանն է պատերազմը հրահրել ռուսներին, Նիկոլ Փաշինյանն է Արցախից հանել։ Մի բան ասեմ, պատերազմը լինելու էր։ Ուրիշ բան, որ Նիկոլ Փաշինյանը ձախողել է բանակցությունները, ուրիշ բան, որ հրահրիչ հայտարարություններ, բայց պատերազմը լինելու էր։ Այնպես չէ որ չէր լինի։ Եթե իրենք լինեին նորից կլիներ։ Իրենք ասում են եթե լիներ նույնիսկ օթանավից որ թվականին կլիներ, ինչքանով մենք պատրաստ կլինեինք։ Այդ հարցերը ես չեմ կարող ասել, բայց որ այն որ Նիկոլ Փաշինյանը բանում ինքնաթիռով գունավոր ծուխեր արձակող ինքնաթիռներ էր բեր առանց հրթիռի, երբ որ բերել էին օկաոսա Հորդանանից մաշված հակաօթային սարքավորներ էին բերել, մաշված։ Լավ, ոնց կարելի է, եթե ես գնում կոշիկ եմ վերցնում, կողքից մի մարդ եմ, կարծիք եմ հարցնում, այսինքն այս կոշիկը ինձ սազում է, արդյոք նորմալ է, կդիմանա, ինչ կաշվից է։ Բա ոնց է ստացվում, որ միլիոնավոր դոլարների զենք են գնում, ու զենք անպիտան է դուրս գալիս։ Պաշտպանության նախարարությունը ունենում է հանձնաժողով։ Հանձնաժողով գնում, որ այդ հանձնաժողովը պետք է մասնագետ տալնում, որ իր եզրակացություն տալիս է, որ այդ զենքը ունի որակական այս հատկանիշները, պիտանի այս պայմաններում, ինչքանով ծառայի մեր, ասենք, մարտունակության, մեր պաշտպանության կարիքների համար։ Այդ բոլոր ոնց է եղել։ Այդ որ բան էին անում, անդադ գովազդ էին անում, անդադ շոու էին անում, ասենք այն Տավուշի մարտերը, որ Մովսեսի հուլիս 12-ի 20 թվական,
Մովսեսի սահմանագոտում հարձակվեցին, երկու դիրք գրավեցին։ Այդտեղ հարյուրավոր հեկտար հող մնում է Ադրբեջան։ Այսինքն ինչ հարց լուծեց, որ Սարդարապետում էլ տրույմփ կազմակերպեցին, բայց պատերազմը Նիկոլ Փաշինյանը չէր կարող, ասենք, լինելու էր, գիտեք ինչ, ուրիշ բան որ Ալիևը զգաց։ Եթե նույնիսկ իրենք լինեին։ Լինելու էր։ Ուրիշ բան որ Ալիևը իրեն զգաց ազատ, իրեն ոնց ասեմ, բանը ստացավ։ Կարտ բլանշ ստացավ, որովհետև Նիկոլ Փաշինյանն Մյունխենյան անհետ սկզբունքներ ասեց, ինչ ուզում եմ բանակցում եմ, Մինսկի խմբի 30 տարվա ԵԱԿ Մինսկի խմբի բանակցային գործոտ բանից ավանդից հրաժարվեց, թաքուն բանակցեց, Դուշանբեի վերելակում 18 թվականի սեպտեմբերի 30-ին ինչ բանակցեց։ Եթե այդ բանակցության երկու այդ վերելակում երկու մարդիկ բացի Նիկոլ Փաշինյանից ու Իլհամ Ալիևից նույն տարում 22 թվականի հունվարի 1-ին Գրիգորի Հայրապետովը հանկարծամահել է, հունվարի 25-ին Թավրան Գադիրովը, որը Ալիևի պահպանության ծառայության պետն էր։ Այդ ոնց եղավ այդ մարդիկ ցուլի առողջություն ունեին։ Նույն ամսում սրտից տենց վատացան, մեկը գնդապետ էր, Թավրան Գադիրովը, իսկ Գրիգորի Հայրապետովին Նիկոլ Փաշինյան գեներալ կոչում տա։ Եթե ամփոփենք, ինչու հենց հիմա արվեց այդ հայտարարություն, այդ հարցազրույցները, հաշվի առնելով, որ նոյեմբերի 8, նոյեմբերի 9 Ադրբեջանում իրար սիրո խոստովանություն էին անում Էրդողանը եւ Ալիևը, զորահավաքն իրենց այդ շքերթն էին ցուցադրում, իսկ մեզ մոտ այդ հարցազրույցները եւ կարծես թե համացանցային վիճաբանություն եւ այն ինչ որ Նիկոլ Փաշինյանը հրավիրում է ուղիղ եթերում հենց նրանց ինչ ուղիղ եթերում հրավիրել ինչա շոու ապահով է։ Լավ, ինչու եղավ, ինչու հիմա երկար տարիների լրագրող եւ խմբագիր եւ ընդդիմադիր, այդպես ասեմ։ Գոնե մեզ համար ընդդիմադիր էր համարվում։ Քաղաքական գործիչ հետ մանիպուլյացիային, դեմագոգիային, ռետորական արվեստին, հարցը շուռ տալուն, գլխավոր երկրորդականի խառնելու, տրամաբանությունը զգացմունքային փոխելու, այդ արվեստին ավելի լավ տիրապետում, քան ոչ հայկական կրթություն ունեցող Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը, որ թեև ունի բանասիրական կրթություն, բայց ամենևին էլ ասեմ բանավեճը ձեզ համար ընդունելի չէ, բայց ինչու հիմա արվեց այդ ամենը։ Որտեղ Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացրել, այդ թվում նոր տարածքներ հանձնելու, անկլավների եւ նաեւ իրավիճակը գնալով վատանում է։ Այս մարդիկ ամեն մեկը ուզում է իր բանը ապահովի։ Չեմ բացառում նույնիսկ հնարավոր է որ նաեւ այս իրենք Նիկոլ Փաշինյանը նորից խաղի մեջ մտնելով հատկապես Սերժ Սարգսյանը ուշադրություն է շեղում այդ բանից գլխավոր խնդիրներից այսինքն հանրության նորից տանում են նախկիններ ներկաներ իսկ այսօր Ադրբեջանը պահանջներ է ներկայացել անկլավների հանձնման դա շատ կարևոր շատ էական հարց է որովհետեւ Նիկոլ Փաշինյանը խաղի մեջ է շրջանառել այդ բան մենք Արցախաշեն ենք դի վերադարձ այսինքն նա Արցախաշենի վերադարձի մասին չի խոսել նա ասել է որ մենք տարածքներ ենք տալու իսկ եթե ասում եմ այդ Տիգրանակերտը Տիգրանաշենը Քարքին եւ ասենք ոսկեպար հատվածը Բերին ոսկեպարը Սոֆուլում Բարխուտալում եթե դրանք հանձնվեցին շատ մեծ խնդիրներ լոգիստիկ առումով շատ մեծ խնդիրներ վտանգի տակ տրվելու նոյեմբերյան ոսկեպարը Իջևան կապը ոսկեպարը դա շատ վտանգավոր բան է Վերին ոսկեպարը եթե հանձնեցին դա նշանակում է որ այդ ներքին ոսկեպարն այլ այնտեղ ապրելու բան չունի Փաստորեն միջև Վանաձոր մեր թիկունք բաց առնելու Մյուս կողմից Սոֆուլու Բարխուդալուն հանձնելու դեպքում Իջևան Բերդ կապը Ազաշենով բարավակարով խախտվելու է, դժվարանալու է։ Դրա համար գուցե սարքում են հիմա Իցակարգանցակար ճանապարհասարերով, բայց նաև Տիգրանաշեն ճամփեն որ փաստորեն Երևանը Արարատյան դաշտ կապում է Սյունիքի հետ, բայց դա էլ մեծ խնդիր է ունենում։ Ասեմ որ չի կարելի Նիկոլ Փաշինյանը ինչի է խաղի մեջ դնում, ինքը չի թելադրում օրակարգ։ Ալիևն ասում է ինքն էլ ուրիշ ձևի խաղի մեջ է դնում, իբր թե մեր տարածքները պաշտպանում։ Իբր թե ինչ տարածք է վերադարձրել։ Այս փոխանակման մասին էլ է, չէ՞, ինչ որ այդ հանրաքվեի ինչպես կարող։ Կարվի հանրաքվեի, եթե լինի Նիկոլ Փաշինյանը խոստանում է, որ առանց հանրության։ Ինչու առանց հանրաքվեի հանձնեց։ Իրանցից 15 հող չենք հանձնել։ Դրա համար էլ հանրաքվե չի։ Ասեմ 56 կամ 57 հոգու պատկանող ընդհանուր առմամբ 15 հեկտար հող ճանապարհը եւ իրանցի կամուրջը հանձնել են ընդ որում գաղտնիք ինչքան փող են տվել ում են տվել մեկին շատ են տվել մեկին քիչ են տվել Տավուշի մարզպետը Նիկոլ Փաշինյանի դասընկեր
ամուսնության կավոր հայ գալում են բանակցել է մարդկանց հետ, եղել է մարդայից ասում ինձ այսքան թիվ առաջարկեց, ես չհամաձայնվեցի, մինչև մի այդ անձնավորությունը չի ստացել այդ գումարը։ 7 հոգի իրանցից չեն ստացել այդ գումարները, հրաժարվել են, ասել են մենք մեր զոհված հարազատների արյունով պաշտպանած հողը չենք վաճառում։ Իրականում այդ բանը չեն վաճառել, գիտեք, Նկատունեք, որ այս ամենը հենց Արցվաշենի հետ կապված այս տարածքների հետ կապված խնդիրների հետ է կապված այս Արցախի բանը առիթ է, որպեսզի այս անկլավները փանցնեն։ Անկլավները խոմիորում չեն առաջացել։ Ադրբեջանցիք ոչ խայեն պահել, կով են պահել, եկել են մեր տարածքները միջել են, վրան են խփել, հետո մի քիչ բան են յուղակ են սարքել, հետո մեկը մահացել է, այդտեղ թաղել են։ Հետո ասում են գերեզմաններ ունենք։ Հա, սրբություններն ստեղ են։ Այդ բոլոր գյուղերը տենց են առաջացել։ Ասենք իրանք եկել են, մենք էլ հյուրընկալ ժողովուրդ ենք, ասեն մարդիկ են, սեզոնային գալիս են։ Նույնիսկ մեր գյուղերում անասնապահներ էին գալի աշխատում, մեր գյուղում էլ են ադրբեջանցի։ Կային, որ այնակ Ջուջևանը մի ընտանիք եկել էր գյուղում ապրում էր, դարձել էր գյուղի բնակիչ, Ադրբեջանի փողվարչապետ Շահին Մուստաֆայևի հայրը։ Իրանց ընտանիքը հենց Ջուջևանում ապրել, անասնապահ են եղել, տղեն մեր Ջուջևանի դպրոցը եւ նոյեմբերյան թիվ 2 դպրոցը գերազանցությամբ ավարտել է, Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում լավ սովորել է, հետո դեպքերի կապակցությամբ գնացել է Մոսկվայում ավարտել է Ոզնեսենսկու անվան ինստիտուտը, հետո եկել Ադրբեջանում քայլ առ քայլ աճել մի փողվարչապետ։ Հայերեն մեր պես ինքը եթե գերազանց սովոր հայկական դպրոցը ոնց կա։ Այդ անասնապահները այդ ադրբեջանական այդ քոչվոր եկել են մարդիկ տնորել են, նրանց ասածներում օրինակ հայրենիք բառը հաճախ յուրտի հետ ասոցացում, յուրտը գիտեք այդ Պարոն Սարգսյան, դուրս գանք Կարճատև գովազդային դադարի, որից հետո կշարունակենք մեր զրույցը։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Հրասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։
Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է եւ հիշեցնեմ, որ իմ հյուրն է լրագրող Ոսկան Սարգսյանը։ Պարոն Սարգսյան, տեսեք, խոսեցինք Արծվաշենի մասին, խոսեցինք դուք իրանցը հիշատակեցիք այդ բնակարանների հետ կապված, հողերի հետ կապված պետության մոտեցումների։ Ես ուզում եմ հիշեցնել, որ Արսեն Թորոսյանը այս երկու օրը հայտարարեց, որ սահմանամերձ բնակավայրերում 2242 նոր սեփական տուն է կառուցվել, 172-ը արդեն ավարտական փուլում են։ Ընդ որում անդրադարձել է նաև 16 միլիոն դրամով բնակարանների կառուցման ծրագրին Տավուշի մարզի Բաղանից, Բերքաբեր, Կիրանց եւ Ոսկեպար բնակավայրերում։ Ընդ որում սա ինչի մասին է խոսում։ Դուք խոսում եք ձեր տվյալներն եք ներկայացնում, այսինքն պետության նախարարը ներկայացնում է թվեր եւ ընդ որում այս գյուղերում ֆինանսավորվել են ոչ թե 16 միլիոն դրամի չափով, այլ 21 միլիոն, այսինքն ավելացրել են գումարը։ Ինչի մասին է սա խոսում, դուք ինչ եք ասում, իրենք ինչ են ասում։ Ես բանկից եմ գալի, իրանք տերողներ են ասում։ Հիմա ես գիտեմ այդ ծրագիրը, եզակի ծրագրերից է, որ դրական ծրագիրը, որ իսկապես 1515 տուն հենց Տավուշի մարզում է կառուցվել։ Հաստատվում է մի թիվ, կառուցման ընթացքի մեջ է մի թիվ, բնակեցվում է մի այլ թիվ։ Այսինքն հաստատվում է, որ պետք է կառուցվի, կառուցման ընթացքի մեջ այդքան ավարտված, այսքանը բնակելի է, ավելի քիչ։ Բայց դրական ծրագիր է։ Իսկ մի բան ասեմ, շատ տներ սարքվել են Երևանի եւ այլ քաղաքների բնակիչների դաչավորպես։ Այսինքն այդ մարդիկ ամառանոց սարք փողը տվել են, բանը ծրագիր նախագիծ են կազմել, հաստատղթերը տներ կան, Կիրանցում Գեղարքունիքում 108, Արարատում 145, Սյունիքում 225, Վայոց-Ձորում 306, այսինքն ես տիրապետում եմ Տավուշի մարզի թվերին, գիտեմ, ասենք կողքում 277, բայց Մովսեսում մի տուն։ Մովսես փոքր գյուղ չի։ Այսինքն մի բան էլ խնդիր կա, որ իսկապես ասում Կիրանցում կան բանկիրների թաղամաս։ Գիտեք, բանկիրների տները բանկիրների տներն են։ Այսինքն այդ բանկերի ծրագրում ընդգրկված բանկերի մարդիկ, բանկերի պաշտոնյաներ տներ են սարքել։ Սարիգյուղում 5 տուն են սարքել։ Շատ են սարքել, բայց այդ 5 տունը Երևանի նկատունեք բնակվող չկա, ուղղակի որպես ամառանոց գնում գալիս օգտագործում են։ Բոլորը չէ, մի մասն եմ ասում, ես չասի թե բոլոր տները։ Մի մասը հենց է։ Նույն ձևով այլ գյուղերում կա։ Հետո շատ կարիքավորներ, որ իսկապես կարիք ունեն տան, տնազուրկ են, չեն կարողանում, քանի որ 700-800 դրամ պետք է այդ փաստաթղթերը պատրաստեն, նախագիծի, բանի համար, հետ կան, որ բանի դահկի տակ են, այսինքն վարկային պատմությունները բանկերին չեն տալի։ Ծրագիրը լավ ծրագիր է, ես չեմ, բայց ասում եմ նաև թերությունները, որի մասին կառավարությունը չի խոսում, չի ուզում խոսի, որովհետև միայն լավը, այն շոուի կանոններով միայն լավը, միայն ամեն ինչ լավ է, ամեն ինչ։ Բայց ինչի՞ց եք ուզում խոսեն, որ նույն Արսեն Թորոսյանն ասում է, որ Հայաստանի պատմության մեջ աղքատության եւ ծայրահեղ աղքատության ռեկորդային ցածր ցուցանիշ կա։ Արսեն Թորոսյանը ճիշտ չի ասում, այն մենք ենք։ Եվ աղքատության ցուցանիշը 2024-ի նվազել է 2%-ային կետով, կազմել 21%։ Ինչ բաժինը, վիճակագրական բաժինը ինչ ասում են, նրանք էլ գրում են, էլի, իրանք չէին ժամանակին ասում ինչ եք նկարում։ Հիմա մի բան ասեմ, ինչքան վերջին տարիներին շատ խստացրել են հաշմանդամության թոշակ ստանալու չափորոշիչները։ Անձի ֆունկցիոնալության գործակից են տալու։ Գիտեիք այդ հանձնաժողովները, ԲՍՓ-ները։ Պարզապես գիտեմ, որ մարդիկ դժգոհություններ ունեն այդ հանձնաժողովներից։ Նվազեցրել են ընտանեկան նպաստ ստացողների թիվը։ Դե Նիկոլ Փաշինյանը վարչապետը բացատրում է, չէ՞, դա ինչով է գնացեք աշխատեք, պետք է խթանել, մարդիկ պետք է աշխատեն, պետք է։ Ոնց վարչապետ դառավ տենց հարստացավ։ Բայց եթե ասում եք կրթվեք, իրանք ինչի չէին կրթվում, որ Հայաստան։ Ինչու է շրջապատում կիսագրագետները բոլորը բարձր պաշտոններ են։ Ինք չի խոստովանել, որ մենք տենց էլ մնացել ենք առաջ 7 տարի առաջ 10։ Ինչ եմ ասում։ Փաստորեն, նաև գիտեք ինչն են կրճատել։ Կրճատել են այն հրատապ երամսյակային օգնություն ստացողների, այն ովքեր չափանիշները չեն բավարարում ընտանեկան նպաստի համար,
նրանք երամսյակային օգնություն ունեն, երամսյակ ամսական 20,000 դրամ փող են։ Ուրեմն իրանց վերևից հրահանգ են տալի։ Դիմումն ասենք կարելի 200 հոգի, 200 բնակիչի, իրանք տալուս են 50։ Իրանք ունեն բան, լիմիտ, առավելագույն քանակ։ Այդ հանձնաժողովը այդ 200-ից 50-ին է ընտրում։ Ինչքան էլ լավ բան հանձնաժողովի օբյեկտիվը։ Եթե 200-ից 50-ին ես ընտրում, իրանք ունեն չափականակներ։ Ես սա ճշտել եմ, ասենքն հենց այնպես չեմ ասում, այս մասին չեն խոսում։ Նույն ձևով ընտանեկան նպաստացողներ։ Այսինքն թվերը նկարած են իրականությանը չեն համապատասխանում։ Ինչը, որակություն կրճատվել է։ Այո։ Դուք չեք տեսել, որ ոնց են մարդիկ աղբարկրերում հաց փնտրում։ Այդ ծարյաղ աղքատները չեն։ Բացի դա մենք նկատում ենք նաև ամեն օր թանկացումները։ Դուք ասեմ մի բան, դիմում են մարզպետարան, հիմա այս իշխանությունը, այս կառավարությունը արգել է լավ համայնքապետարներին ֆինանսական օգնություն ցուցաբերել համայնքի կարիքավոր, սոցիալապես անապահով, բուժման կարիք ունեցող ու ծախսի կարիք ունեցող, նրանց մերժել է դրամական, այսինքն չի թույլ չի տալի։ Իսկ ինչ պետք է անի դրա փոխարեն։ Մարզպետարաններն են որոշում, մարզպետարանները ում որոշում են, ում հարմար են գտնում, իրանք են տալի, իրանք մոտիկներին, նաև քաղաքական բաներով, նպատակներով, որ ընտրություններ ա գալի, իրանք մարդկանց են տալի, որ ընտրություններն ձայներ շահեն։ Ինչ մարզպետարանում հանձնաժողով կա, ասեք ես ոնց ասեմ, այս տարվա եւ սեպտեմբերի տվյալներով, թե օկտեմբերի 52 միլիոն դրամ մարզպետարանի պաշտոնյաների պարգևավճար են ստացել, որ հենց Տավուշն է, իսկ 49 միլիոն մարզի 1600 այդ կարիքավորներին, թե ինչքան այդ թիվը եթե ճիշտ եմ հիշում, այդքան կարիքավորներին օգնություն։ Ստացվում է, որ այն մարզպետարանի պաշտոնյաները, որ համարյա ոչ մի բան են անում, որտեղ ինչ են անում, ընդհանրապես դպրոցներն ու գյուղական բուժ հիմնարկներն են ղեկավարում, այդ էլ համապատասխան նախարարությունների, այսինքն ԿԿՄՍ-ի եւ առողջապահության նախարարության 52 միլիոն դրամ պարգևաճար են։ Տարեվերջին այդ թիվը հասնելու է 67 միլիոն դրամ։ Ինչի համար են ստանում այդ։ Ոչինչ չանելու, ինչ նվաճումներ ունեն, եթե ինչ աշխատանքի թերությունները անընդհատ ես վերեմ անում։ Մարզպետարանները ավելորդ ուղղակ են։ Կա կառավարություն, կա բան, համայնքներ։ Միջնորդ ուղղակը ինչ անում։ Այս էլ Ռուսաստանը չի էլի, որ Մոսկվայից միջև Վլադիվոստոկ կամ Մոսկվայից միջև, ասենք, Սախալին, որ նահանգապետարաններ գործեն, փոքր Հայաստան էլի, փոքր Հայաստան։ Ավտոմեքենա նստում ես, գնում ես սահման գալի ամենահեռավոր։ Ինչի են մարզպետարանները ավելորդ կրկնող օղակ են։ Մենք վարկ ենք վերցնում, որ մարզպետարաններին աշխատավարձ տանք, մարզպետների աշխատակազմներ, պարգևավճար տանք, որ մի այդ հարկերը բարձրացնենք, որ այդ վարկերը Հայաստանի տնտեսական վիճակը շատ ծանր է։ Տնտեսական վիճակին անդրադառնալուց առաջ, քանի որ խոսեցիք նաև դպրոցներից կրթությունից ուսուցիչներից, դուք ձեր Facebook-յան էջում գրառում եք կատարել, որ Տավուշում մարդիկ դժգոհ են դպրոցներում տեղի ունեցող այդ կրճատումների հետ կապված։ Ասեմ, այդ կրճատումների հետ կապված, որովհետև 2024 Իսկ որ դպրոցների մասին է խոսքը, գյուղական։ Ասեմ, 2024 թվականին բանի բարձրագույն կրթություն չունեցող, միջին մասնագիտական կրթություն ունեցող, այսինքն բուհի դիպլոմ չունեցող մանկավարժներին արգելեցին։ Հայաստանում 1300 մանկավարժ կրճատեցին։ Հետո դրանից հետո ուրիշ տեղերից են, ասենք, բերում մանկավարժներ ստիպված։ Սեպտեմբերից, այս տարվա սեպտեմբերից, փաստորեն նախարար Ժաննա Անդրեսյանի որոշմամբ դադարեցվել է ուրիշ տեղից եկող ուսուցիչների տրանսպորտային ծախսերի փոխհատուցում, որ այդ գործում եղել են մեծ չարաշահումներ, դադարեցնենք։ Բայց եթե չարաշահումներ են, թող քննությունը կատարվի, այդ ուսուցիչները ուրիշ տեղից են գալու։ Ասենք Բոսկեպարի դպրոցում 15 ուսուցիչ գալիս է տարբեր տեղերից։ Գալիս են Նոյեմբերյանից, գալիս են Հարևան Բոսկեվանից, գալիս են Բաղանիսից, Ջուջևանից, Սարի գյուղից, նույնիսկ Ազատամուտից։ 15 ուսուցիչ գալիս է տարբեր տեղերից։ Իսկ ժամանակին կրճատել են այդ մարդիկ բուհի դիպլոմ չեն ունեցել, բայց երկար տարիներ Բաքունց են ավարտել կամ այլ միջին տարիների փորձ են ունեցել ամեն դեպքում։ Ու բռնեցին, կրճատեցին, 5 որոշում կար, բայց այդ որոշումը չէր իրականացվում։ Հիմա ուսուցիչների պակաս ունենք։ Ուսուցիչները, ասենք, գիտեք ինչքան աստանում 20 դասաժամ ունեցող ուսուցիչ։ Հարկերը հանձնած 89000 դրամ աստան։ Շաբաթը 20 ժամ պարապող ուսուցիչը Տավուշի դպրոց։ Արտոնություններից չեն օգտվում դրան զուգահեռ։ Դե եթե ատեստացիա, շատ քիչ ուսուցիչ ունի տարակարգ,
ատեստացիանել ուսուցիչների Տավուշի ուսուցիչների 17%-ը, 1600 ուսուցիչներից 17%-ն է, 4 տարի է գնում այդ բանը, ընդհանրեն 17%-ն է բանը, քիչ է էլի, և գիտեք, այդ ատեստացիայի գործընթացն էլ ասում եմ, որ կասկածահարույց է, և ընդհանրապես ատեստացիան ինչ է ցույց տալ, մենակ թեստ լրացնելը, բայց մնացած հմտությունները, դասվայել ունակությունը, մասնագիտական ծրագիր կազմել, դասի պլան կազմել, գիտեմ, հաղորդակցման ունակություններ, հոգեբանություն, դասաժամ մեջ տեղավորվել, դասան կառավարել ունակություններ, այնքան հմտություններ կան, որ այդ ատեստացիա Հիմա ինչ է լինելու այդ դպրոցները, երեխաները մնալու են առանց ուսուցչի, ձեր ահազանգը որն է։ Ես ասում եմ, որ ցանկացած ոլորտում պետք է մասնագետ ղեկավարել։ Իսկ դպրոցների հետ կապված հիմա ներկա պահին։ Այս փոքր դպրոցներ ունենք շատ։ Տավուշում 28 դպրոց, որոնք 100-ից փոքր աշակերտ ունեն։ Հիմա հաջորդ տարի հնարավոր է դպրոցները փակել։ Դպրոցների փակվելով միավորեն։ Այդ ժամանակ արդեն ոչ թե ուսուցիչն է գնում երեխաների մոտ, այլ աշակերտները ծնողների միջոցներով։ Այսքան իրանցի դպրոցը այսքան բան են անում, չէ՞։ Ներկայացնում են նոր դպրոց է, բան, ինչքան գեղեցիկ է, ինչքան լավ է։ Բայց իրանցի դպրոցի բարձր դասարանցիները ամեն օր գնում են ոտքով կամ տրանսպորտով, գնում են Սարիգյուղի ներքին Ծաղկավանի դպրոցներ։ Ինչու դպրոցի միջնակա չսարքեն, խոստացել են, բայց չարին։ Ասեմ, որ այդ մասին չեն խոսում։ Ասենք կարող են գնալ իրանցի սուրբ երևթություն եկեղեցու դեմը նկարվել, բայց իրանց երջակավոր, իրանց Արաքելոց, Դեղսնուտի, Սամսոնի բանկերը քանդում են, մեր հնադարյան 12-13-րդ դարի հին բանկերը, իսկ 19-րդ դարի եկեղեցին նորոգել են, որպեսզի նկարվելու տեղ ունենան։ Այդ ոնց միաժամանակ ոսկեպարը ու իրանց եկեղեցիները միաժամանակ սկսեցին նորոգել։ Ինչու՞ համար, որ ցույց տալու բան ունենան, ուշադրություն շեղել։ Եվ վերադառնում ենք նորից նույն թեմային, որ խնդիրներ կան, դրանց լուծումները պետք, բայց մենք պետք է բարձրաձայնենք։ Պարոն Սարգսյան, դուրս գան կարճատև գովազդային դադարի եւ ուզում եմ ձեր կարծիքը հասկանալ, թե ինչու է Ռուսաստանի ԱՀԾ-ի մտահոգում, որ մենք ներկրում ենք, ասենք, ալյուր Ղազախստանից եւ ոչ միայն Ռուսաստանից։ Հարգելի հայրենակիցներն ու անտապանը կրկին եթերում է։ Տավուշի Հայաստանի այս ներքին իրավիճակի հետ կապված կարծես թե հասկանում ենք ինչ է կատարվում, ձեր տեսակետը լսեցինք, կհետևենք զարգացումներին։ Հիմա հասկանանք ինչու է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հետաքրքրված եւ հետևում, որ Ղազախստանից մենք ներողություն, այս անգամ արդեն անհանգիստ են, որ Ուկրաինայից ենք մենք նորից ցորեն բերելու եւ ինչու են այսքան անհանգստացած, թեև որտեղից իրենց այդ ինֆորմացիան մենք միշտ էլ Ուկրաինայից ցորեն ստացել ենք, չէ՞, այնպես չի եղել, որ Դե գիտեք ոնց է, բոլոր դեպքերում Ռուսաստանի տնտեսական երրորդ երկրից ենք հացահատիկ ներկրել։ Ես այդքան լուրջ չէի ընդունել այդ բանը, որտեղ ռուսականի շատ կառույցներ Ուկրաինայի պատերազմ ցույց տվեց, որ իրանց գործը այդքան էլ լավ չեն կատարում։ Այդ թվում արտաքին հետախուզական ծառայությունը, որը սխալ տվյալներ ուներ Ուկրաինայի։ Երևանի համբյուրը վերնագրով այդպես զեկույց են ավելի շուտ բան, որը ինտրիգ լինի, որտեղ Հայաստանը որպես երկիր իրավունք ունի ումից ասեց ծորեն գնելու։ Իրավունք ունի եւ Ռուսաստանից գնելու, եւ Ուկրաինայից գնելու, դա մեր իրավունքն է։ Ում ծորեն ավելի լավ որակ ունի, ավելի լավ գին ունի։ Հիմա ինչից ենք դժգոհում, ասենք այս ծորենը, որ շատ գովազդվեց, որ եկա բանը Վրաստանով, Ադրբեջանով, Ղազախստանից։ Ուղղակի անվորակ էր, շատ գովազդեցինք, բայց անվորակ, բայց ոչ թե անվորակ, այլ անասնակեր է եղել, ուղղակի հանրությունը այլ կա, որ մեջը միկրոբներ, վնասատուներ կան, որոնք կարող են բայց ամեն դեպքում փորձաքննություն իրենք անցնում են եւ դժվար թե շատ եմ հիշում, որ նախկինում բայց այդ 90-ականին Բագրատաշենով անվորակ ապրանք էին բերում, փորձաքննություններին իրանց հարցերը լուծում էին, լավ եզրակացություն էին տալիս։ Դատական բժիշկների մեջ էր կա։ Դեպքը պատահում է, դատական բժշկին լավ վերաբերմունք են ցույց տալի, գրում է թեթև առողջություն չքայքա։ Փող չեն տալի, գրում է առողջությունը քայքայող միջին կամ ծանր։ Ամեն դեպքում Հայաստանը չի ասել, չէ՞ որ մենք հրաժարվում ենք։ Ընդ որում երեք վարչապետին էլ հարցում եղավ, հարց տվեցին լրագրողները եւ հերքեց, որ մենք թելերը այսպես ասած չենք կտրում եւ շարունակում ենք, իսկ Պեսկովը հայտարարեց, որ ամեն դեպքում իրենց այդ ծառայությունը անհիմն հայտարարություններ չի անում։ Ասեմ, չենք կարող մենք Ռուսաստանից
կտրվել։ Այս պահին ամբողջությամբ վերահսկվում է։ Այս քաղաքական դաշտը իշխանություն թե ընդդիմություն ռուսական դաշտի մեջ է։ Այն որ հակառուսական մեկ-մեկ մեղմ հայտարարություններն են, դա էլ է խաղի կանոններով։ Այս Ռուսաստան չուզեցավ Նիկոլ Փաշինյանը այստեղ իշխանության եկավ։ Այդ ահածնով էր եկավ։ Բայց Նիկոլ Փաշինյանը Արցախից հանեց ռուսներին։ Արցախից իրենք դուրս եկան։ Ռուսներն ու թուրքերը պայմանավորվեցին։ Իրենք ասին մենք Շոյգուն ասա, մենք համատեղ օպերացիա արինք թուրքերի հետ։ Դա մեծ գործարքի մաս էր։ Մեծ գործարքի մաս էր, որը Իսկ այս ծորենի պահը հիմա ինչպես եք բացատրում։ Ես այդքան լուրջ չեմ ընդունում, որտեղ մենք ծորենը մեր հիմնական կալիքները Ռուսաստանի հաշվին ենք ունենում եւ կարող Ուկրաինայից էլ բերենք ինչ։ Բայց Ուկրաինայի տրանսպորտային խնդիրները, որ սեպտովում ասենք խնդիրներ կա, թե ինչպես տեղափոխվել, այդ բանը։ Եթե Ադրբեջանից գալիս է թողքա, բայց դա չներկայացնեն, թե իբր մենք Լենինգրադը բլոկադայի մեջ Լենինգրադ էինք, ծորենը հասավ, էկոնոմիկայի նախարարը վազում ակնում, այրում կայանում, դիմավոր ղազախների հետ դիմավորում։ Դե փոխնախարարն ասում է կարևորը բովանդակությունն է, որ ճանապարհները սկսեցին աշխատել, նայել։ Ինչեր են ասում, անասուն ուտի, մարդ ուտի, անասունի կերած արտադրանքը մենք ենք ուտում։ Նման բաներ կարելի է այդքան մանիպուլացնել, այդքան էժան բան ասել, այն որ ասում է կերածը խոտ չի, դենց կարելի է տենց բաներ անել։ Ասենք հասկանենք, որ անասնակել է, բայց անասնակելը ինչու սկզբից չեք ասում, որ անասնակել ծորենը։ Ինչ եք սկզբից կեղծ բաներ ստեղծում։ Գիտեք, անդադ նայում եմ մեր լրատվական դաշտում, համացանցում անդադ կեղծ նարատիվներ, սուտ տեղեկատվություն, շոուներ, ուշադրություն շեղող բաներ։ Այդ գրուի հայտարարությունը Ռուսաստանի արտաքին հետախուզություն հայտարարությունը ես դա ինչ որ մեծ իրադարձություն չեմ անում։ Երբեմն գիտենալով որ մենք ամեն ինչից ազդվում ենք, նենց բաներ ենք գցում, որ գիտենալով որ մենք այնքան ենք թույլատրել, որ այն եղնիկի նման են վախեցած ամեն մի անտառում ամեն մի տերևի կոտրվածից վախենում ենք։ Այդ նույնից է որ մենք արդեն այնքան է ու մեր կարողությունը, մեր ունակությունները, մեր պաշտպանունակությունը, մեր ինքնագնահատականի չէ, որ մենք ամենքի գնահատականից հուզում ենք։ Նրանք էլ գիտեն դա օգտագործում են։ Երբեմն կեղծ բաներ են գցում, վախացնում են։ Այդ տակալին նոր հերթական զիջումի համար մի հատ հայտարարություն ան։ Ինչ է կարծում ես բան դաշտում ես դիվանագիտության մեջ կեղծ լուրեր չեն գցում կամ վախեցնող բաներ։ Դա քաղաքականություն է, չէ՞, որ ասենք տեղեկատվություն, ապա տեղեկատվություն։ Հիմա հանրությունը սպասում է այն Նիկոլ Փաշինյանը պետք է փաստաթղթեր ամեն դեպքում հրապարակի բանակցային գործընթացի հետ կապված հանրությունը սպասում է դրան։ Ինչ փաստաթղթեր են լինելու։ Ինչ է, ասենք Մինսկի խմբի առաջարկները։ Ինքը մերժել է, ինչ փաստաթղթ։ Հետ միջև նոր տարի սկան անելու։ Ասենք միջև նոր տարին ամսուկես կա, չէ՞։ Միջև ամսուկեսն է փաստաթղթեր հասկանան։ Կամ ինչ հրապարակի։ Մենք ունենք արդյունք, շատ խայտարակ, շատ ահավոր, արդյունքը բառը դրական է, շատ ահավոր հետևանքներ, որ ինքը մենակ է բանակցել, որ ինքը մերժել է Մինսկի խմբի առաջարկները, 19 թվին եղել այդ առաջ, որ ինքը ինչ ուզեցել է բանակցել է, Իլհամ Ալիևին կիրթ ու կառուցողական է կոչել, պայմանավորվածություններ ունեցել, ինքը այդ ընթացքում նաև սադրիչ հայտարարություններ են արել, Արցախ Հայաստանի վերջ, նոր պատերազմ, նոր տարածքներ, Շամ Բերթի տարածաշրջանում Մովսեսում հարցակման են դիմել, երկու դիրք են գրավել, բայց Սարտարապատում մեծ տրիումֆ են կազմակերպել։ Այդ բոլորը եթե Բայրամովի հայտարարությունները ինչպես եք գնահատում, Բայրամովի հայտարարությունները։ Ես չեմ կարող ասել, նրան չեմ վստահում։ Ասենք ես, գիտեք, եթե թուրքն ասում, ադրբեջանցին, ես ոնց կարող եմ նա ասածը կարող է ճիշտ ասում, կարող է սուտ։ Ես հնարավորություն չունեմ, երբ դուք էլ հնարավորություն չունեք, ստուգելու դա ճիշտ ասում, թե ճիշտ չասում։ Որովհետև եթե բանակցությունները մենակ Նիկոլ Փաշինյանն ա վարել, մեկ էլ իր արտգործնախարարները, որ հետո պաշտոնից դուրս են գալիս, դառնում են ընդդիմադիր, սկսում են քննադատել, իրանք էլ են մեղավոր։ Իրանք էլ են մեղավոր, չէ՞ որ բանակցություններ չեն։ Այդ ոնց փախավ արտգործնախարար Մոսկվայում գնաց Մոսկվա։ Այդ ոնց նախկին պաշտպանության նախարարը փախավ Մոսկվա, գնաց Մոսկվա, դեսպան պաշտոն տվին, ավելի ճիշտ այնտեղ մնաց չեկա։ Այդ մարդիկ մեղավոր են, չէ՞։ Հոմենակ Նիկոլ Փաշինյանը չի մեղավոր։ Իր այդ մարդիկ էլ են մեղավոր, որ բանակցությունները դիտավորյալ ցախողել են։ Բանակցություններ եղել է։ Հիմա մենք ինչ էլ ընդունեինք պլանը, այսքան սամից վատ չէ։ Սա ամենահավուրն էր, որ համ պատերազմ ունեցանք,
Համ զոհեր ունեցանք, համ կորուստներ ունեցանք, համ էլ տալիս ենք։ Եվ ունեցանք նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, որի մասին խոսեց նաև Ռոբերտ Քոչարյանը։ Ինչ հասկացաք այդ պատասխաններից Քոչարյանի։ Այսինքն ինչպես է բնութագրում Ռոբերտ Քոչարյանը։ Ինչ է ասում է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, եթե դնենք շրջանառության մեջ, ամեն դեպքում ըստ իր պատասխանի հասկացվում է, որ այդքան էլ վատ բան չէր։ Ես բոլոր դեպքերում Ռոբերտ Քոչարյանի ասածները որպես Մոսկվայի մարդու ասածներ եմ ուտում։ Դա ինչ էր։ Այն ժամանակ դա շատ բաց փաստաթուղթ է։ Վատն է։ Հա, բայց հիմա տեսնում եք։ Բայց հիմա ավելի դրա վատի մասին է մեջ է։ խոսքը։ Ավելի վատի, թե ավելի։ Հիմա ավելի վատի։ Գիտեք ինչ, քանի գնում ոնց որ Հայաստան բանը սարսափ կինո ունի, քանի գնում ավելի ավատան։ Ասենք եթե Նիկոլ Փաշինյանը բատալ չեք կտար այդ հաղորդակցությունը, այն ժամանակ ասում են, չէ, Լաչինի միջանցքը բացվում։ Վերադիմաց չտվեց։ Ասա ես այդ կետը չեմ կատար։ Հիմա անունը դրել են Տրամպի ուղի։ Այո, Տրամպի ուղի է։ Հա, Հենց բայց ոնց այդպես է է եւ տվել։ շինարարության Ինչ կապ ուներ աշխատանքները Արցախի հարցը, Արցախի հարցը ինչ կապ ուներ բանի հետ, Սյունիքով Միչանցկի կամ բանի անկլավների հետ։ Այդ բանի այդ փաստաթղթի ծավալներում եղել է այս անկլավների վերադարձ։ Եղել է, ծավալիր ենք, տեսել են, որ մի անգամից շատ զիջումներ կան։ Այդ գործը, այդ խավորը ով էր այդ գործի։ Պուտինը ասում էր ես եմ կազմել այդ փաստաթուղթը։ Քիչ ռուսները չգիտեին ուր են տանում այդ պատրաստը։ Առանց Ռուսաստանի թույլտվության Կովկաս։ Բայրամի հայտ ասեց, չէ, որ իրենք իմացել են, որ մենք անցնելու ենք ռազմական գործողություն։ Իհարկե առանց ռուսների չի եղել։ Իսկ բանը Ռոբերտ Քոչարյանը սիստեմա անկերության տնօրենների խորհրդի անդամ է։ Այն ժամանակ գրեցի, որ ամիս $120,000 մենակ դրանից աշխատավար։ Նա Ռուսաստանի մարդն է, բայց նույնիսկ Ռուսաստանի մարդը լինելով, այս տարի չշնորհավորեց բանը։ Պուտինն է ծնունդը չշնորհավորեց, բայց Մեհրիբան Փաշաևը ծնունդը շնորհավոր։ Այն որ ասում է Պուտինի հետ ես մեծ քիմիա ունեմ, ընկերներ ենք։ Ընկերներ ենք, թե ոնց կարող են ընկերներ լինել վերինը եւ ներքինը, չեն կարող վասալը եւ տերը։ Բայց այս տարի իսկ չշնորհավորեց բանի Քոչարյանի ծնունդ։ Իսկ Մեհրիբան Ալիևը այդ ոնց էին ընկերներ, քիմիակար, բան կար, չէին քներ ասում, չէ՞ մենք քիմիայի մեջ Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայի շահերն ուզում արտահայտել, բայց այդ ոլորտում ինքը մենակ չի։ Այսօր շատ կան քաղաքական դաշտի գրեթե բացարձակ մեծամասնություն Ռուսաստանի բանի տակ են գործում։ Միշտ էլ տենց եղել։ Մեր մոտ ցավալի է, որ արևմտամետ այդ բանը չկայացավ։ Ես չեմ ասում հայամետ, որ չկայացել, չի կայացել։ Արևմտամետ էլ չկայացել։ Մարդիկ են դուրս գալի Նիկոլ Փաշինյանի կողմնակից իբր արևմտամետ են։ Այդ ոնց է արևմտամետ դե արևմուտքի գլխավորը մարդ վերամուտքներն է, ժողովրդավարությունն է, իշխանության տարանջատումն է, բայց Հայաստանում ոչ մարդ վերամուտքներ կա, պաշտպան, ոչ ժողովրդավարություն կա, ոչ իրավական կամայականություն կա, իսկ դուք պաշտպանում եք դա։ Ավտորիտարիզմը, Նիկոլ Փաշինյանի իշխանություն։ Իսկ մի մարդ է որոշում։ Ինչ անեն, ով նստի, ով դուրս գա բանտից, ում ձերբակալ են, ինչ անեն, ում SMS ուղարկի, գործից անեն։ Այդ մի մարդն է որոշում, դա ժողովրդավարություն։ Այնա Թուրքմենբաշին էլ էր անում էլի։ Նրանց մոտ կոչում են Թուրքմենբաշի։ Վաղաշաբաթի ընտրություններն են կայանալու այս շաբաթ, հետևում եք այս Ես որ ասեմ, դենց շատ խորացած հետևում եմ, չէ։ Բայց ես ասում եմ, կարծիք եմ հայտնել, գրել եմ, նաև տարածվել է համացանցում, որ լինելու է ոչ թե Երևան 2, այլ լինելու է Գյումրի 2։ Ինչու՞։ Որովհետև Արգիշտի Մեխակյանը իր հայտնի հոր, հերոս հոր որդին է, բայց ինքը Նիկոլ Փաշինյանի կողքին է։ Դա ընդհանրապես ոնց ասեմ, ոնց որ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի կողքին է։ Այսինքն այն իր հայրը ինչի համար ազովել, մեր հայնիկի համար ազովել, մեր տարածքների Արցախի համար ազովել։ Բայց այսօր այդ մարդ Նիկոլ Փաշինյանի տեխնացուն է։ Չի կարող 50+1 տան։ Եթե բանը լինի, այս միացնում հաղթեն եւ նաեւ 26 թվին հաղթի Նիկոլ Փաշինյանը։ Այս միացում մսկիթ են սարքել։ Արդեն իսկ հայտարել են, չէ՞։ Այն Ալլահշուկր Փաշազադեն, Ադրբեջանի հոգևոր առաջնորդը, որ ասում է Երևանի Ղազիաթը վերականգնելու ենք, որ եկեղեցում քննադատ։ Ինչու՞ մի շաբաթ հետո Նիկոլ Փաշինյանը սկսեց եկեղեցու վերահարձակում։ Բայց ինչի՞ չէ 18 թվին հարձակում, այն որ նոր Հայաստան, նոր հայրապետ շարժում կա։ Այս ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասում մենք գործ չունենք, եկեղեցին առանձին կառույց է։ Հայտարարեց, չէ՞։ Բայց մի ինչ է, պարզապես Փաշազադեն հայտարարեց, Փաշազադեն քույք չէր ասում, այլ կապը տեսնում եք ամեն դեպքում ձեր ըստ ձեզ։ Իսկ ինչպես կբացատրեք Թուրքիայի այդ օդանավի վթարը։
Ես կսպասեմ, որ հետաքննության արդյունքներին, որպեսզի ասենք այդ ասև ալկները, որոնք իրական նարնջագույն են, գտնվեն, որոնք այդ բանի օդաչումների այդ խոսակցությունները, տեխնիկական բանն, արդյոք այդ ինքնաթիռը տեխնիկական սարքի միջակայքը, դիսպեչերների այդ խոսակցությունը, Ընդ որում իրենք են, չէ, այդ երկու տարբերակը, որ ինքնաթիռը բավականին ժամանակ չի շահագործվել, գուցե տեխնիկական խնդիր է կամ բեռն է տեղափոխվել։ հիմա ասում են ինչ Ինչ որ 102 ռազմաբազայի հետ են կապում արդեն։ Դե գիտեք, որ բանը խփվեց, բանը, որ անկում ապրեց ադրբեջանական ազար ընկերության ինքնաթիռ Ղազախստանի տարածքում, Ռուսաստանի տարածքում։ Այն ժամանակ էլ տարբեր բաներ էին ասում։ Մինչև որ վերջում եկավ ճշտվեց, որ խոցվել է, չէ։ Հիմա որ միանշանակ Ռուսաստանի Դաշնության նախագահը ներողություն խնդրեց։ Հա, ներողություն խնդրեմ։ Հիմա որ առանց հետաքննության ասենք, որ այս վարկածի կողմնակից պետքա քննություն կատարվի եւ շատ հնարավոր նենց մի վարկած դուրս կա, որ մենք չգիտենք։ Այնպես որ համեն դեպս մի քիչ դժվար եմ հավատում, որ Ռուսաստանը ռիսկ կաներ, ինչի համար, ինչ հարց պետք է լուծեր, եթե այդ Ռուսաստան-Թուրքիայի հետ կարող է հարաբերություններ լուծել, հարցեր լուծել շատ հաճախ նաև մեր հաշվին, համաձայնության են գալի, տենց Արցախը կորցրինք, ինչ ոնց է թուրքերը, որ Կովկասում ներկայություն չունեցան, ոտները տեղարին եկան Թուրքիան։ Պարոն Սարգսյան, մենք չգնահատեցինք Արցախի արժեքը, այդպես է ստացվում։ Տեսեք, Էրդողանն ասում է Արցախի Ղարաբաղի ազատագրումը դա ամբողջ թուրքական ժողովրդի հաղթանակն է։ Իսկ մենք հեշտ տվեցինք։ Բանը համակարգային խնդիր է։ Ասեմ, այդ ժամանակ, երբ որ մենք կամ պետքա չենք սկսել մեր կռիվը, կամ եթե սկսվել կռիվ, որը հաղթական ավարտ։ կամ պետք է պայքարը կիսատ թողել, երբ որ դու Մաքիավելին ասել, երբ որ դու պատերազմը կիսատ ես թողում, դու թողում ես, որ քո հակառակորդը շարունակի։ Բայց որտեղ են կիսատ թողել։ Բանակցությունները ընթանում էին, Արցախը շենանում էր։ 94 թվականի հրադադարը ընդհանրապես բանը ներկայացին որպես ձեռքբերում, բայց դա շատ սխալ քայլ է։ Քո Լևոն Տեր-Պետրոսյանը գիտեր, ինքը չէր որոշում, Մոսկվայից ասին, Ռուսներին ձեռնտու չէր, որ այդ հարցը լուծվի։ Նրանց պետք է օջախ, որտեղ երկու կողմերը իրանք էլ մոդերատորի դեր կատարեն, դրա համար թույլ չտվեցին։ Իսկ այն որ Ղարաբաղ կոմիտեն գնաց Մոսկվա, չգիտեմ, միջև իրանց հետ աշխատեցին, կամ գուցե միջև հետ էին աշխատել, բան չեմ ասում, հաստատ մենք մի ղեկավար չենք ունեցել, որ դրսից չղեկավար։ Այ միջև հիմա մենք ինչքան ղեկավարներ ենք ունեցել, երկրի ղեկավար, բոլորը դրսից են ղեկավարել, բոլորը դրսից։ Եվ ասեմ, այդ պատերազմը կիսատ թողելը հանգեցրեց նրան, որ Ադրբեջանը նավթը ծախեց, զինվեց, եւ պատերազմը, եթե նպատակ կա, կամ պետք է չսկսեի։ Հիմա էլ արդեն հնարավորություն ունի նորագույն տեխնոլոգիաների, նույնիսկ ասեն Դե ասեմ, որ Ադրբեջանը հիմա զինվում է, ում դեմ է զինվում։ Խփում են Ասում են Պուտինյան Ռուսաստանի եւ Իրանի։ Ադրբեջանը չի կարող Իրանի դեմ կռվել կամ Ռուսաստան։ Չի կարող։ Ադրբեջանը միայն մեր դեմ է զինվում։ Չի կարող։ Այս որ խփում են ժողովրդին խաղաղության, բան խաղաղությունն չէ։ Այս մարդիկ միջև մի ցույց են տվել, որ իրանք անպատասխանատու են։ Միջև մի ինչ ասել են հակառակն է։ Խաղաղություն են ասել, պատերազմ են բերել։ Տնտեսական հեղափոխություն են ասել, վարկերն են ասել են Թալանի հետ ենք բերելու, ետ չեն բերել։ Ինչ են ասել, որ արել են։ Բանակը վերազինում է։ Բանակն ի՞նչն է վերազինում, եթե զինվորական ծառայության ժամկետը կրճատել են, մենք տեղեր ունենք, որ մեր սահմանը բաղ զինվոր չունենք։ Կրճատել են եւ մի բան էլ ասեմ, որ այդ շատերը հիմա մի բան էլ կա։ Այն շատ զինվորականներ, որոնք 20 տարի զինվորական ծառայության համար թոշակ են ստացել, այսինքն երկարամյա ծառայության համար 20 տարի ծառայություն հետո թոշակ են անցել, ու դրանից հետո որոշում են աշխատեն, դատի են տալի, ասում են ինչի թոշակը չեք երբ տալի։ Ախր այդ թոշակը բայց այդ լուրը դուք եք դրել, հետո ձեզ հերքեցին, չէ՞, պաշտոնապես հերքում արվեց հենց ձեր նյութին։ Ես էլ իրանց հերքում տվեցի, ասի նախ 26 թվի տեղ չի եկել, այդ մեկ։ Եթե մի բան չկա, դու ոնց ես հերքում, երկրորդ, որ բանակը կրճատում ես, թվականակ կրճատում ես, 2 տարի ցարկում ես 1.5 տարի, ճիշտ է, որ բանակ կրճատում ես, ոնց կա սպաների քանակը չկրճատի, ոնց կա աշակերտների քանակը շատ կրճատի, ուսուցիչների քանակը չկրճատի, ես սխալ բան եմ ասում, հետո այդ պաշտպանության նախարարություն չէ, որ պատերազմի ժամանակ մեզ ասում էր հաղթում ենք, մարտերը Շուշիի համար,
Այդ բանը Արծուն Հովանեսյանի բերանով մեզ քանի ինչքան է խապել։ Մենք ճշմարտությունը Ադրբեջանից ենք իմանում։ Այդ պաշտպանության նախարարությունը ինչքանով ունի վստահություն։ Չեն խապել մեզ։ Չեք հիշում որ մեզ խապում էին, ասում են իրավիճակը չեն ներկայացնում, ասում են հաղթում ենք, հաղթելու ենք։ Չեք հիշում։ Այսինքն ինչ երկում տա։ Պապիկյանն բանից հասկանում ռազմական գործից ինքը ընդամենը պատմության ուսուցիչը բանակում էլ իր հրամանատարի դանակայելու համար դատվել է։ Այն մի տեղակալներն էլ Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն է, այն մյուսը նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանն է, այն մյուսը տնտեսագետ է։ Այդ ռազմական գործից հասկանող կա այդ բախը։ Վտանգ եք տեսնում այս ամենի մեջ։ Գիտեք ինչ, ասում պարաբելում, պատրաստի պատերազմին։ Խաղաղություն ես ցանկանում, պետք է պատրաստի պատերազմին, դա հին հռոմում են ասում։ Անկախ նրանից Շվեյցարիայի վրա ով է հարձակում, գիտեք ոնց են պատրաստում պատերազմ։ Շվեյցարիայի վրա ով է հարձակում։ Գիտեք որ այդ երկրի ամբողջ բնակչությունը ռազմական բան ունի։ Նիկոլ Փաշինյանը առաջարկեց խումբ ձևավորել եւ կարող է տանել եւ ցույց տալ թե Դա շոու է։ Էլի համարում եք շոու է։ Իր ամեն ինչ շոու է, ինչ է նշանակում խումբ ձևավորել։ Ինչ խումբ, Ադրբեջան չափ զինվում ենք մենք։ Դու հավատում ես որ մենք Ադրբեջան։ Բայց մենք էլ մեր չափով ենք չպատրաստվում։ Մենք մեր չափ, մենք պաշտպանելու համար ենք։ Հիմա որ պատերազմի ժամանակ ասենք մենք այսքան չափով ենք, բխին պարկեվատրում։ Նյութ եմ գրել հրապարակ թերթում։ Ու այս տարվա այս անցած ժամանական ընթացքում Երևանի քաղաքապետարանը պարկեվատրում է 1 միլիարդ 707 միլիոն դրամի կարգ։ Գիտեք Երևանում ինչքան վթարային շենքեր կա։ Գիտեք ինչքան վթարային շենքեր կա։ Որ 1822 վերելակ պետք է դեռ 26 թվին տեղա։ Երևանում այս ասում 1822 վերելակ, որոնք 50 տարվա վերելակ։ Գիտեք որ վերելակը գնաց միջև հորը, քանի տես դեպք է եղել։ Քանի տես դեպք է եղել, որ 50 տարեկան վերելակ է էլի։ Բայց ինչի համար են պարկեվատրում։ Դուք լավ աշխատանք տեսնում եք, լրագրող եք։ Տարիների ընթացքում տեսնում եք Երևանում ինչքան տներ են սա իր հետ մտա որ ծախեն փող աշխ։ Շինթույլները սա խախտումով, քաղաքաշինության նորմերի խախտումով են տրում։ Ինչի Ավինյանին փոխանակ պատասխանատվության ենթարկեն անիֆի 25 միլիարդ դրամի 63 միլիոն դոլարի ինչի չեն կանչում։ Բայց կոռուպցիայի դեմ եք պայքարում։ Այդ կոռուպցիան մենակ բանի նախկինների մեջ է կամ մյուսների մեջ է, բայց չեք պայքարում։ Քանի տարի է գրում եմ ասեմ Իջևանի դենդրոպարկը ավերել են։ Մենք էլ ենք խոսել այո։ Հա խոսել ենք, բայց ինչու ոչ մեկը մեղավոր չի ընտա։ Ինչու ոչ մեկը բան քրեական գործում այդ բանը գետի հունը ավերելուց դիա չինական պատ սարքելուց ով էր մեղավոր ով ինչ չգիտեն ով է սարքել։ Շնորհակալություն եմ հայտնում պարոն Սարգսյան, մեր ժամանակը մոտեցավ ավարտին, կարծում եմ հնարավորինս փորձեցինք մի քանի հարցերի անդրադառնալ։ Հետևենք զարգացումներին։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։